Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1516-րդ օրն է։ Ուկրաինան շարունակում է նպատակաուղղված կերպով շարքից հանել Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը եւ նավթային արդյունաբերությունը։ Այս երկու ոլորտները առանձնանում են Ռուսաստանի մյուս ոչնչացված օբյեկտների ֆոնին, սակայն այս երկու անցած օրերին, երբ մենք չենք հանդիպել, կան նաեւ այլ կարևոր նորություններ, օրինակ ռուսական նավերի խոցման մասին, չնայած ինչ ասես, որ մերոնք չեն խոցել։ Այս օրերին քիչ հետո կներկայացնեմ ձեզ, Ռուսաստանը իր հերթին գործի է դրել ահաբեկչության ողջ զինանոցը խաղաղ ուկրաինացիների դեմ, սկսած սահմանամերձ բնակավայրերի գնդակոծություններից, վերջացրած քնած գործակալների ակտիվացմամբ։ Կարծում եմ մեր տելեգրամյան ալիքի հետևորդները արդեն գիտեն, որ Բախմուտի նախկին բնակիչը երեկ Կիևում զրկել է կյանքից մի քանի հոգու եւ վիրավորել տասնյակ անմեղ մարդկանց։ Զոհերի ստույգ թվին հետևեք տելեգրամում, մեր եթերի պատրաստման պահին զոհերի թիվը 6-ն էին, բայց կան ծանր վիրավորներ եւ թիվը ցավոք կարող է նորից աճել։ Սա առաջին ահաբեկչությունը չէ եւ ճանաչելով Պուտինին, պարզ է, որ նա այսուհետ եւս փորձելու է վնասել մեզ բոլոր հնարավոր միջոցներով։ Ռուսական քարոզչության համար սա առիթ է կոծկելու Դոնեցկից եկող խայտառակ նորությունները։ Ես նախորդ եթերում ասացի, որ Ազովը սկսել է տիրանալ Մարս կենտրոնի երկնքին, բայց թվում է հայաստանյան ներքաղաքական աղմուկը շատերի ուշադրությունը շեղեց այս հաճելի նորությունից, ինչով են նորից հիշեցնեմ, միգուցե անցած եթերը, ովքեր դեռ չեն դիտել, դիտեք եւ մանրամասներ իմանաք։ Կարծում եմ մեր մշտական ունկնդիրները արդեն նկատել են Կրեմլի այս մարտավարությունը։ Ռազմաճակատում կրած խոշորագույն պարտությունները նրանք փորձում են ծածկել կամ խոշոր գնդակոծություններով կամ ահաբեկչություններով, որպիսի լսարանի ուշադրությունը շեղեն իրենց իսկ խայտառակությունից։ Ռազմական նորությունները շատ են, շարունակվում են բարձր ճշգրտության հարվածները, որոնք ոչնչացնում են թշնամու ինչպես կենթանի ուժը, այնպես էլ վտանգավոր սպառազինությունը, բայց սկսենք ինչպես միշտ քաղաքական լուրերից։ Մինչ Թրամփն ու Իրանը խաղում են Հորմուզի նեղուցը բացել փակելու խաղը, կարծես մեր մանկության տանգոյի միջի վառեմ մարեմ է լինի, չէ՞։ Այդ Հորմուզի բացել փակելը երբ ուզում են հայտարարում են բաց է, երբ ուզում են հայտարարում են փակ է, բայց կյանքը կարծես արդեն սկսել է հարմարվել իրերի արկա վիճակին, չնայած քաղաքական գործիչների մշտական փորձերին նոր ինտրիգ մտցնել ստեղծված իրավիճակի մեջ։ Այստեղ գլխավոր ցուցիչը այն է, որ Ամերիկան Իրանին պահում է լիակատար ծովային շրջափակման մեջ, ինչպես Հորմուզի նեղուցում, այնպես էլ Օմանի ծոցում։ Իդեպ թեկուզ ոչ անմիջապես, բայց Թրամփը այնուամենայնիվ երկարաձգեց պատժամիջոցների բացառությունները իր իմ կարծիքով արդեն կուռքը դարձած Պուտինի համար։ Համաշխարհային շուկայում նավթի գների մասին հոգատարության լեգենդի ներքո նորից սանկցիաները մեղմացրեց։ Ժամանակավոր, բայց այսպես ժամանակավոր նա կարող է որքան ուզի հանի սանկցիաները եւ բացարձակապես ոչ կոմպետենտ Թրամփի համար իհարկե որևէ դեր չի խաղում այն փաստը, որ Ռուսաստանը վաղուց արդեն ազդեցություն չունի նավթի գների վրա, իսկ վաճառքի ծավալները ավելացնելու բոլոր փորձերը բախվում են Ուկրաինայի հարվածներին, Ռուսաստանի նավթային նավահանգիստներին եւ խողովակաշարերին այնտեղ, որտեղ դա հնարավոր է, իսկ Ուկրաինայի հնարավորությունները արդեն կայուն կերպով հասնում են մինչև 2000 կիլոմետր։ Այլ խոսքով, որքան էլ Թրամփը փորձի մեղմացնել իրավիճակը Պուտինի համար, մենք միևնույնը ծանրացնելու ենք, միգուցե նաեւ երկուսի համար, չգիտեմ, թե ով որքան է ընկճվում մեր հարվածների փաստից։ Իդեպ նավթի արտահանման հետ կապված խնդիրների պատճառով Ռուսաստանում առաջացել է նաև մազութի գերպրոֆիցիտը, ավելցուկը, եւ այս խնդիրը կարող է փլուզել ողջ ոլորտը։ Այս մասին հայտարարել է մեր լսարանին լավ հայտնի տնտեսագետ Իգոր Լիպսիցը։ Վերջերս Արմեն Չիբոխչյանը իմ հարցազրույց էր ձայնագրել Լիպսիցի հետ, ինձ թվում է շատերն են ծանոթ այդ ռուս տնտեսագետին։ Ռուսաստանի նավթի արտահանման խնդիրները ունեն մի կարևոր նրբություն, որի մասին քչերն են խոսում։ Խոսքը մազութի ավելցուկի մասին է, որը սկսել է հասնել կրիտիկական ցուցանիշների։ Այս մասին հայտնել է անկախ ռուս տնտեսագետ Իգոր Լիպսիցը։ Բալթյան նավահանգիստներին Ուկրաինայի հասցրած հարվածները հանգեցրել են նրան, որ մասնակիորեն կաթվածահար է եղել ոչ միայն նավթի, այլև մազութի արտահանումը, եւ սա Ռուսաստանի համար շատ ցավոտ պատմություն է։ Մեջբերեմ, այժմ Ռուսաստանի համար նավթը ոչ միայն առանց բռնակի ճամպրուկ է դարձել, այլ նաև ճամպրուկ, որը
ականի է վերածվել, նշում է Լիպսիցը։ Ոլորտի փորձագետները այս թեման անվանել են մազութային խցանում։ Սա նոր թեմա է, որը պատերազմի առաջին տարիներին չէր առաջանում, քանի որ կար արտահանում։ Ռուսաստանը չի կարող նավթ վերամշակել առանց մազութ ստանալու։ Եթե ցանկանում ես ստանալ բենզին, դիզվառելիք, դու պետք է ստանաս մազութ։ Դա մեկ տեխնոլոգիական գործընթաց է, բայց Ռուսաստանը քիչ է մազութ սպառում, նա հիմնականում այն արտահանում է։ Բայց ռուսների նոր դժբախտությունն այն է, որ հիմա հնարավորություն չկա մազութը բեռնաթափել Բալթիկ ծովով, այն տեղավորելու տեղ չկա։ Իսկ եթե տեղավորելու տեղ չկա, ապա զուտ ֆիզիկապես հնարավոր չէ նավթ վերամշակել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններում, այսինքն եթե նույնիսկ գործարաններ էլ կան, վնասված չեն, բայց չի կարող աշխատել, որովհետև մազութը տանելու տեղ չունեն։ Չնայած, ինչպես գիտեք, շատ գործարաններ նույնպես ուկրաինական հարվածների պատճառով չեն կարող վերամշակել։ Ռուսաստանում մազութի մեծ պահեստարաններ գոյություն չունեն, դրանք կառուցելը դժվար է, մազութը բավականին ագրեսիվ նյութ է, այսինքն մազութը տեղավորելու տեղ չկա, հետևաբար նավթ վերամշակել չի կարելի, բացատրում է փորձագետը։ Այսպիսով Ուկրաինայի գործողությունը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանում առաջանա վառելիքի եւ դիզելի դեֆիցիտ պարզապես այն պատճառով, որ մազութի ավելցուկի պատճառով նավթավերամշակող գործարաններում նավթ վերամշակելու հնարավորություն չկա։ Ստիպված կլինեն խցանել հորատանցքերը եւ կրճատել նավթի արդյունահանումը։ Սա գործընթաց է, որն այժմ ընթանում է։ Եթե չհաջողվի վերականգնել բեռնաթափումը Բալթիկ ծովում, իսկ դատելով ամեն ինչից դա չի հաջողվի, ապա Ռուսաստանի նավթային համակարգում ծանր թրոմբ կառաջանա, եզրակացրել է Լիպսիցը, սենց բարի լուրերով չէի կարող ձեզ հետ չկիսվել։ Կարճ խոսենք Եվրոպայի խնդիրների մասին։ Մենք ապրում ենք Ուկրաինայում, Եվրոպան մեր տունն է, մեզ անհանգստացնում են տեղի ունեցող բոլոր իրադարձությունները։ Կարծում եմ, որ այս թեմաները պակաս կարևոր չեն նաև Հայաստանի համար, որովհետև թափանցիկությունը եվրոպական քաղաքականության հիմքն է, ով ինչպես էլ փորձի խանգարի, եւ եթե Աստված տա Հայաստանը երբևէ սերտացնի իր հարաբերությունները Եվրոմիության հետ, մեր հասարակությունը լավ կլինի տեղեկացնել հենց հիմիկվանից տեղի ունեցող ամբողջական պատկերին, որpիսի մեր հայրենակիցները ճանաչեն եվրոպական քաղաքական գործիչներին, այլ ոչ թե զանազան Զյուգանովներին, Սլուցկիներին եւ ռուսական այլ այսպես կոչված քաղաքական գործիչներին։ Պոլիտիկոն անվանել է 5 քաղաքական գործիչների, որոնք կարող են դառնալ Եվրոմիության հաջորդ խափանողը Օրբանից հետո։ Պոլիտիկոն նշել է 5 քաղաքական գործիչների, որոնք Վիկտոր Օրբանի ընտրական պարտությունից հետո կարող են ստանձնել Եվրոմիությունում գլխավոր խափանողի կամ սպոյլերի դերը։ Պոլիտիկոյի վերլուծությունը պնդում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ազդեցության թուլացումը չի վերացնում Եվրոմիության համար պոպուլիստական մարտահրավերները, քանի որ օրբանիզմը շարունակում է մարմնավորել այլ երկրների առաջնորդների միջոցով։ Հոդվածն առանձնացնում է 5 հիմնական գործիչների, այդ թվում Ռոբերտ Ֆիցոյի եւ Ջորջա Մելոնիին, որոնք կարող են դառնալ Բրյուսելի քաղաքական նոր խափանողները։ Չնայած Օրբանի հեռացմանը, պոլիտիկոն զգուշացնում է, որ Եվրոմիությունում միասնությունը դեռևս հարվածների տակ է, քանի որ այս գործիչները կարող են փոխարինել Օրբանին որպես Կրեմլի դաշնակիցներ, ուղղակի կամ անուղղակի։ Պոլիտիկոյի հոդվածում Ջորջա Մելոնիի ներառումը խափանողների ցուցակում բավականին վիճելի է, քանի որ նրա գործելավոճը էապես տարբերվում է Օրբանի բացահայտ դիմակայությունից։ Ի տարբերություն Օրբանի, ով հաճախ էր օգտագործում վետոյի իրավունքը, Մելոնին իշխանության գալուց հետո ցուցադրել է պրագմատիկ մոտեցում։ Նա սերտորեն համագործակցում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, հատկապես միգրացիոն հարցերում։ Մելոնին մնում է Ուկրաինայի ամենահաստատուն աջակիցներից մեկը Եվրոպայում, մինչդեռ Ֆիցոն կամ Բաբիշը կասկածի տակ են դնում Կիևին տրվող օգնությունը։ Մելոնին պաշտպանում է Եվրոմիության միասնական դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։ Հարց է առաջանում, ինչու է պոլիտիկոն այնուամենայնիվ նրան ներառել ցուցակում։ Պարբերականը հիմնավորում է դա նրանով, որ Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձը ճնշումներին կարող է փոխել խաղի կանոնները։ Եթե Վաշինգտոնը սկսի ավելի շատ աջակցել աջակողմյան լիդերներին, Մելոնին կարող է ստիպված լինել ընտրություն կատարել Բրյուսելի եւ իր գաղափարական դաշնակից Թրամփի միջև։ Բացի այդ, Իտալիայի ներքին խնդիրները, օրինակ վերջին հանրաքվեի ձախողումը, կարող են Մելոնիին դրդել ավելի պոպուլիստական քայլերի Եվրոմիության հարթակում ներքին վարկանիշը փրկելու համար։ Եթե Ֆիցոյի կամ Ռադևի դեպքում խափանող լինելը ուղղակիորեն կապված է Ուկրաինային օգնությունը դադարեցնելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնելու հետ, ապա Մելոնիի պարագայում խնդիրները զուտ ներեվրոպական են եւ գաղափարական։ Ասեմ, որ պոլիտիկայի ցուցակում
հրապարակում են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, դե Մելոնիի մասին ասացի, նախկին Սլովենիայի վարչապետ Յանես Յանշը եւ նախկին Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, այս քաղաքական գործիչները մնում են եվրոպական ակտիվ գործիչների ներկա պնակում, եթե կարելի է այդպես ասել, այնպես որ մարտահրավերները Բրյուսելի համար պահպանվում են եւ պետք է աչալուրջ լինել։ Մինչ Եվրոպայում մտածում են, թե ով կարող է դառնալ Պուտինի դաշնակիցը, Պուտինի խնդիրները չեն պակասում, Պուտինի հարազատ տարածաշրջանը Լենինգրադի մարզը ճանաչվել է մերձ ճակատային գոտի եւ այնտեղ մոբիլիզացիա է հայտարարվել։ Լենինգրադի մարզում սկսվում է պահեստազորայինների նոր զորահավաք, քրիտիկական ենթակառուցվածքները Ուկրաինայի հարվածներից պաշտպանելու համար, ով չգիտեր, թող զգուշանա, եթե հնարավորություն կա խուսափելու, խուսափեք Պուտինյան բանակում հայտնվելուց։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ ռուսական տնտեսության պահուստները մեծամասամբ սպառված են։ Վերջին շրջանում Ռուսաստանում ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ պաշտոնյաների եւ Կրեմլին լոյալ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից երկրի տնտեսական վիճակի վատթարացման մասին։ Այս համատեքստում տեղավորվում է նաեւ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հայտարարությունը, ով հայտնել է ռուսական տնտեսության պահուստների սպառ եւ աճող մարտահրավերների մասին։ Այս մասին պաշտոնյան, ում մեջ բերում են ռուսական լրատվամիջոցները, պատմել է Վսևոլժսկում կայացած «Իմ բիզնեսը» ֆորումի ժամանակ։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բելարուս ինքնակոչ ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոին կանխատեսել է Մադուրոյի ճակատագիրը, եթե նա շարունակի տեղի տալ Պուտինյան արկածախնդրությանը։ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է Բելարուսի փաստացի ղեկավարությանը չճանաչված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին օգնելու հետևանքների մասին։ Այս մասին նախագահը գրել է իր Facebook-յան էջում, մեկնաբանելով հետախուզության տվյալները այն մասին, որ Բելարուսում իրականացվում է դեպի Ուկրաինայի տարածք տանող ճանապարհների շինարարություն եւ հրետանային դիրքերի կարգավորում։ Ուկրաինայի պետության ղեկավարի խոսքով Մոսկվան հերթական փորձն է անում Մինսկին ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։ Այդ կապակցությամբ նախագահը հանձնարարել է գործի դնել համապատասխան ուղիներ եւ Բելարուսի փաստացի իշխանություններին հասցնել Ռուսաստանին օգնելու հետևանքները։ Մասնավորապես Ուկրաինայի պետության ղեկավարը նշել է, որ Վենեսուելայի վերջին իրադարձությունները, որտեղ ինչպես հայտնի է հունվարին ամերիկացի զինվորականների կողմից ձերբակալվել եւ Ամերիկա է տեղափոխվել բռնապետ Նիկոլաս Մադուրոն, պետք է հետ պահեին բելարուսական ղեկավարությանը սխալներից։ Մեջբերեմ Վենեսուելայի վերջին իրադարձությունների բնույթն ու հետևանքները պետք է հետ պահեն Բելարուսի ղեկավարությանը սխալներից։ Այս հայտարարության մեջ Զելենսկին նաև պատմել է, որ ապրիլին պահպանվում է ռազմաճակատում ռուս օկուպանտների ոչնչացման բարձր տեմպը։ Նախագահի խոսքով թշնամուն չի հաջողվել տիրանալ նախաձեռնությանը։ Մինչ բրիտանացի անվտանգության փորձագետները նշում են, որ Ուկրաինան առաջ է անցնում Ռուսաստանից, տեխնոլոգիական մրցավազքում ռուսական Z քարոզիչները արդեն հրապարակավ հայտարարում են, որ Ուկրաինայի դեմ պատերազմը չափազանց ձգձգվել է եւ կորցրել է որևէ իմաստ։ Ուկրաինային հաջողվում է զսպել ռուսական օկուպացիոն զորքերի հարձակումը շնորհիվ նոր ռազմավարական տեխնոլոգիաների արագացված ներդրման, որոնց մշակման ցիկլը կրճատվել է մինչև 6 շաբաթ։ Բրիտանացի փորձագետները նկատում են, որ Ուկրաինայի զինուժը հաջողությամբ ամրապնդել է դիրքերը հենց այնտեղ, որտեղ թշնամին փորձում է առաջխաղացում ունենալ։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը մեծաքանակ մարդկային կորուստներ է կրում հարաբերականորեն անարդյունք հարձակումների ժամանակ։ Ուկրաինայի դիմացկունության առանցքային գործոնը դարձել է նոր մարտական տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման աննախադեպ կարճ ժամկետը։ Այս գործընթացը նման է մշտական տեխնոլոգիական մրցավազքի։ Ուկրաինական նոր լուծումը հայտնվում է ռազմաճակատում, ռուս օկուպանտները գտնում են հակազդման միջոցներ, բայց արդեն 6 շաբաթ անց ուկրաինական մշակողները ստեղծում են թարմացված տարբերակը, որի դեմ ռուսները ոչինչ չեն կարողանում անել։ Այսպիսով վճռորոշ դեր է խաղում ոչ միայն սպառազինությունը ինքնին, այլև այն արագորեն թարմացնելու կարողությունը։ Իմ կարծիքով հենց այստեղ պետք է բերեմ ռազմաճակատի անցած 2 օրերի թվերը։ Ռազմաճակատում անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել 304 մարտական բախում, Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ևս 2150 ռուս օկուպանտ եւ 4713 միավոր նրանց տեխնիկան, տրանսպորտը եւ սպառազինությունը։ Ռելիզները ձեր էկրաններին են, ձախ կողմում 3-վա ռելիզն է, աջ կողմում այսօրվանը, վերջնականը աջ կողմինն է։ Ոչնչացված օկուպանտների ընդհանուր թիվը ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի ֆոտո-վիդեո ֆիքսված տվյալների արդեն
կազմել է 1,318,220 պուտինյան զինվորական։ Նախքան մեր եթերը շարունակել է, խնդրում եմ ձեզ օգտվել YouTube-ի գործիքներից, օգնելու մեր հաղորդման տարածմանը, խնդրում եմ դրեք լայքեր եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում, դա կօգնի մեզ ռուսական քարոզչության դեմ պայքարում, իսկ ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ամենօրյա օգնության համար։ Մենք ձեզ հետ ձևավորել ենք իրոք շատ հզոր թիմ եւ միասնական պայքարում ենք թշնամու ստի եւ ապատեղեկատվության դեմ։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Եթերի երկրորդ մասում ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Հիշում եք ամերիկացի Դրիսկոլին, ով 25 թվականին Կիև կատարած այցի ժամանակ վախեցնում էր Ուկրաինային պարտությամբ, եթե պատերազմը շարունակվեր, իսկ պատերազմը շարունակվեց եւ այնպես է ստացվել, որ ուկրաինացի զինվորականները նրան կարելի ասել վերադաստիարակել են։ Ամերիկայի բանակի նախարար Դեն Դրիսկոլը օրերս հայտարարեց, որ ուկրաինացիները արմատապես փոխել են մարտական գործողությունների վարման մոտեցումը եւ Ամերիկան որդեգրում է այդ փորձը։ Այլ խոսքերով, մեզանից կռվել են սովորում։ Դրիսկոլը նշել է, որ ուկրաինացիները հիանալի աշխատանք են կատարել նորարարությունների ոլորտում եւ ինքը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ուկրաինական ղեկավարության հետ։ Ապրիլի 16-ին Դեն Դրիսկոլը ելույթ է ունեցել կոնգրեսում։ Ամերիկայի բանակի նախարարի խոսքով ուկրաինացիները հիմնովին փոխել են պատերազմ վարելու մոտեցումը։ Նրանք բացարձակապես ապշեցուցիչ աշխատանք են կատարել նորարարությունների ոլորտում եւ ես հրապարակավ հայտարարել եմ, որ մենք շատ բան ենք սովորում ուկրաինացիներից եւ ներդնում ենք բազմաթիվ դասեր եւ փորձ, որոնք ուկրաինացիները մեզ տվել են, ընդգծել է պաշտոնյան։ Առհասարակ Դրիսկոլը նշել է, որ այցելել է Կիև եւ բազմաթիվ հանդիպումներ ունեցել ուկրաինական ղեկավարության ներկայացուցիչների հետ, փորձը փոխանակելու նպատակով։ Նկատում եք, թե ինչպես է Ուկրաինան փոխում աշխարհը, փոխում նախկին պատկերացումները։ Հուսանք, որ Թրամփն էլ մի օր կհասկանա, որ պետք չէ Ռուսաստանին պաշտպանել Ուկրաինայից, այլ պետք է վերջ տալ Պուտինյան վարչակարգին։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը համոզված է, որ Ամերիկան եւ Իսրայելը հակամարտությունում ռազմավարական պարտություն են կրել, քանի որ չեն հասել իրենց առջև դրված նպատակներին։ Նկատում եք, թե ինչպես են այս ահաբեկիչները արագորեն որդեգրել մեր ուկրաինական եւ եվրոպական հռետորաբանությունը։ Միայն թե եթե մենք նույն այս բառերը ասում ենք Ռուսաստանի մասին, ապա նկատի ունենք Ռուսաստանի սարսափելի կորուստները եւ այն ռեսուրսների վատնումը, որոնք կարող էին ռազմավարական հեռանկար տալ Ռուսաստանին, իսկ Իսրայելի եւ Թրամփի դեպքում դա բացարձակապես կիրառելի չէ, որովհետեւ իրանական ռեսուրսները ջախջախված են, երկիրը հայտնվել է շրջափակման մեջ եւ հիմա պատերազմը շարունակելու համար բառացիորեն հողի տակից փորում են եւ հանում չոչնչացված հրթիռներն ու արձակման կայանքները Իսրայելի եւ ԱՄՆ-ի նոր հարվածներին ատամ ցույց տալու համար։ Ոչ Իսրայելը, ոչ էլ Ամերիկան նույնիսկ հազարապատիկ խոշորացնելուց հետո չունեն այնպիսի կորուստներ, ինչպիսիք ունի Ռուսաստանը, իսկ Իրանը նույնիսկ առանց իր դեմ ցամաքային գործողության իրականացման կորցրել է այնպիսի ռեսուրսներ, որոնք անհամատեղելի են դարձել պետության բնականon գործունեության հետ։ Այնպես որ Ղալիբաֆի խոսքերը հայկական այն ասացվածքից են, որ եթե լեզուն չլիներ, ագրավները միգուցե աչքերը կցած լինեին, դե թող խոսեն էլ, իրենց խոսելն է մնացել։ Բայց ցավոք նաև վտանգներ կան, հիմա նաև վտանգների սցենարից կխոսենք։ Աշխարհակաղակական իրավիճակը Հորմուզի նեղուցի գոտում մտել է հիմնարար վերափոխման փուլ, Թեհրանի պաշտոնյաների հայտարարությունները զուգորդված ամերիկյան ռազմաօդային ուժերի մասշտաբային զորավարժությունների հետ մատնանշում են, որ տարածաշրջանը դադարում է լինել ազատ նավագնացության գոտի սովորական ըմբռնմամբ, վերածվելով կոշտ տնտեսական եւ ռազմական դիմակայության հարթակի։ Իրանը նեղուցը փակելու սպառնալիքներից անցնում է այն մոնետիզացիա անելու փորձերին, իսկ Ամերիկան ավելացնում է ուժերը տարածաշրջանում եւ շարունակում Իրանի լիակատար ծովային շրջափակումը։ Ի տարբերություն անցյալի դասական շրջափակումների, այս գործողությունը չի սահմանափակվում Իրանի ափերով։ Ամերիկյան ուժերին թույլատրված է որսալ եւ կալանել իրանական բեռներով նավերը համաշխարհային օվկիանոսի ցանկացած կետում։ Թրամփի եւ Պենտագոնի պաշտոնական հայտարարություններում դեռևս չեն արձանագրվել հստակ կանաչ միջանցքներ Պարենի կամ Դեղորայքի համար, ինչը միջազգային կազմակերպությունների քննադատության պատճառ է դառնում։ Շրջափակումը հայտարարված է լիակատար մինչև նոր միջուկային գործարքի կնքման պահը, սակայն այստեղ պետք է հավելել, որ ամերիկյան նավատորմը շրջափակում է Իրանի հարավային ափերը, այսինքն Հորմուզի նեղուցն ու Օմանի ծոցը։ Ինչ վերաբերում է Կասպից ծովին, ապա այստեղ Ամերիկայի դասական ռազմական շրջափակումը չի տարածվում, քանի որ ամերիկյան ռազմածովային ուժերը այնտեղ ֆիզիկապես ներկայություն չունեն։ Կասպիցը փակ ջրավազան է, որին հասանելիություն ունեն միայն ափամերձ երկրները, ինչը այն դարձնում է Իրանի գլխավոր լոգիստիկ
պատուհանը մեկուսացման պայմաններում։ Ամերիկայի կենտրոնական հրամանատարությունը պաշտոնապես հայտարարել է, որ շրջափակումը կենտրոնացած է Պարսից եւ Օմանի ծոցերում գտնվող Իրանի նավահանգիստների վրա։ Ամերիկյան նավերը ֆիզիկապես չեն կարող մտնել Կասպից ծով։ Հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական մի շարք ռազմածովային օբյեկտների, այս մասին մեր եթերում պատմել ենք։ Այս հարվածները ուղղված էին կասպիական նավահանգիստներին, ինչպիսիք են Էնզելին եւ Չալուսը, դրանց օգտագործումը ծովային առևտրի համար դժվարացնելուն, չնայած այնտեղ ամերիկյան նավատորմի բացակայությանը, փորձագետները Կասպից ծովը անվանում են Թրամփի ռազմավարության թույլ օղակը։ Իրանը ակտիվորեն օգտագործում է այս ուղին Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ առևտրի համար, շրջանցելով Հնդկական օվկիանոսում առկա ծովային սահմանափակումները։ Ամերիկան փորձում է արգելափակել Կասպիական երթուղին ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական եւ տնտեսական մեթոդներով, ճնշում գործադրելով տարածաշրջանում Իրանի հարևանների վրա, օրինակ Թուրքմենստանի եւ Ղազախստանի, որպիսի վերջիններս սահմանափակեն արտահանման եւ ներմուծման գործողությունները Թեհրանի հետ։ Այսպիսով Կասպից ծովը մնում է ազատ ամերիկյան զինվորականների կողմից նավերի ուղղակի կալանումից, թեև իրանական նավահանգիստների ենթակառուցվածքը այնտեղ լրջորեն տուժել է ավիահարվածներից։ Ամեն դեպքում հրադադարի չերկարաձգումը ծայրահեղ վտանգավոր է տարածաշրջանի երկրների համար, այդ թվում նաեւ Հայաստանի, որը թեև մինչ օրս Փառք Աստծո չի տուժել Իրանից, բայց հաշվի առնելով մայիսի սկզբին նախատեսված միջոցառումները, երբ Երևանում պետք է հավաքվեին եվրոպական առաջնորդները, ռազմական գործողությունների դեպքում միջոցառումների տապալման վտանգը պահպանվում է։ Կարծում եմ դժվար կլինի գտնել շատ եվրոպացի քաղաքական գործիչների, ովքեր ռիսկի կգնան հայտնվել թեկուզ Իրանի հիպոթետիկ հարվածի տակ։ Եթե Աստված մի առասցե միջոցառումները տապալվեն, ապա դա կդառնա թեկուզ ոչ ուղղակի, բայց իրանական հարված։ Խնդրում եմ ասածը չընկալել որպես աշխարհի վերջ, սա ընդհանրապես հնարավոր սցենարներից մեկն է, որը պետք է առնվազն բարձրաձայնել եւ մտածել այս ուղղությամբ։ Մենք վերլուծաբաններ ենք եւ խնդիրները նախորոք կանխատեսելը եւ այդ ուղղությամբ աշխատելը մեր ամենօրյա գործն է։ Քանի որ իմ հաղորդման պահին եվրոպական առաջնորդների գրաֆիկներում Հայաստանում այցելության ամսաթիվը վերջնականապես հաստատված չէ, ես հիմա խոսում եմ իրական փաստերի մասին, ուշադրություն չդարձնելով այն քաղաքական հայտարարություններին, որոնք հնչում են օրինակ Մակրոնի կամ Կոշտայի այցի վերաբերյալ։ Թույլ եմ պատկերացնում, որ Մակրոնը կժամանի Հայաստան Իրանի դեմ պատերազմի ակտիվ փուլի ֆոնին, եւ սա խնդիր է, որի լուծման համար պետք է աշխատեն մի քանի պետությունների դիվանագետներ, ինչով է հուսանք, որ ամեն ինչ շատ լավ կանցնի Հայաստանի համար, որովհետեւ միջոցառման ներկայացվածությունը շատ կարեւոր է մեր երկրի, մեր հայրենիքի միջազգային իմիջի համար, եւ ես իհարկե երջանիկ կլինեմ այնտեղ տեսնել տասնյակ եվրոպացի առաջնորդների եւ ամենաերջանիկը կլինեմ, եթե հանկարծ Զելենսկին այցելի Հայաստան։ Հուսանք, որ վատատեսական սցենարները չեն իրականանա եւ ինչ որ կերպ հրադադարը կշարունակվի։ Ըստ այս պահին արկա ամենաթարմ տվյալների Թրամփը խորհրդակցություն է հրավիրել Սպիտակ տան իրավիճակային կենտրոնում քննարկելու Հորմուզի նեղուցի շուրջ վերսկսված ճգնաժամը։ Այս մասին հաղորդում է Axios-ը հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների։ Հրատարակությունը նշում է, որ Իրանի հետ կապված իրավիճակը գտնվում է օրհասական կետում, քանի որ հրադադարի մասին համաձայնագրի ժամկետը լրանում է 3 օրից, իսկ ամերիկյան եւ իրանական բանակցողների նոր հանդիպման վերջնական ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, եթե մոտ ժամանակներս առաջընթաց չգրանցվի, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ Իրանում սկսվել է իշխանության էրոզիա, երկիրը կորցնում է որոշումների կայացման ամբողջականությունը։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը իր նոր զեկույցում գրում է Իրանի դիվանագիտական բլոկի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժային կոնտուրի միջև աճող անջրպետի մասին, մինչ արտգործնախարար Աբբաս Արաքչին հրապարակավ խոսում է բաց նեղուցի մասին, կորպուսի կառույցները փաստացի մտցնում են Հորմուզի կրակային վերահսկողության ռեժիմ, նախազգուշացումներով եւ օտարերկրյա նավերի վրա արդեն իսկ արձանագրված միջադեպերով։ Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, մեր լսարանը լավ գիտի, որ ես այս երևույթների, այս զարգացումների մասին խոսում էի։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին օգտագործել երկրի լոգիստիկ կարողությունները առևտրային երթուղիները վերակառուցելու եւ Ամերիկայի Իրանի հակամարտության հետևանքները հաղթահարելու համար։ Սա փորձագետների ուշադրությունը գրավեց առաջին հերթին նրանով, որ Սիրիայի նոր իշխանությունը առաջին հայացքից կարծես մարտահրավեր է նետում Էրդողանին, քանի որ տարածաշրջանային հաբի դերին վաղուց եւ համառորեն հավակնում է Թուրքիան, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։ Ահմեդ Ալ-Շարայի առաջարկած բոլոր սխեմաները
միայն լրացնում են Էրդողանի երազանքները, կարելի է ասել սա Էրդողանի յուրօրինակ բեկ-վոկալն է։ Անտալիայի դիվանագիտական ֆորումում Թուրքիայում Ամերիկայի դեսպան եւ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը շարադրել է ամերիկյան տեսլականը, որը շատ առումներով համընկնում է Ահմեդ Ալ-Շարայի ամբիցիաների հետ, բայց չի հաստատում դրանք։ Բարաքը Սիրիան անվանել է հիանալի լաբորատորիա, ստուգելու համար, թե ինչպես տնտեսական համագործակցությունը կարող է փոխարինել ռազմական առճակատմանը։ Վաշինգտոնը կարծում է, որ տարածաշրջանի կայունությունը պետք է հիմնված լինի տնտեսական բարգավաճման, այլ ոչ թե պրոքսի խմբավորումների դեմ պայքարի վրա։ Իրանի շրջափակման եւ Հորմուզի նեղուցում առկա ռիսկերի պայմաններում Ամերիկան Սիրիան դիտարկում է որպես առանցքային տարանցիկ միջանցք Պարսից ծոցից դեպի Թուրքիա եւ Եվրոպա էներգակիրների եւ ապրանքների մատակարարման համար։ Թրամփի վարչակազմը ակտիվորեն աջակցում է Սիրիայի վերացմանը տարածաշրջանային խողովակաշարերի հանգույցի, ներառյալ Քաթարի, Իրաքի եւ Ադրբեջանի նախագծերը, ինչը թույլ կտա շրջանցել Հորմուզի նեղուցը։ Այդուհանդերձ Վաշինգտոնի աջակցությունը մնում է պայմանական։ Ամերիկայի գլխավոր պահանջն այն է, որ Ալ-Շարայի անցումային կառավարությունը ապահովի ներառական կառավարման եւ բոլոր համայնքների անվտանգությունը, ինչպես նաեւ վերջնականապես դուրս բերի երկիրը իրանական ազդեցության ուղեծրից, այլ կերպ ասած Ամերիկան իրավիճակը պահում է տեսադաշտում, բայց միևնույն ժամանակ տարածություն է պահանջում։ Նախ Թուրքիայի եւ Սիրիայի բոլոր մտահղացումները ուղղված են Իսրայելի դեմ, իսկ Իսրայելը ոչ միայն ուժեղ է Թուրքիայից, այլև Ամերիկայի հիմնական դաշնակիցն է։ Այնպես որ մնացած բոլորին Թրամփը կժպտա, օդեկալոն կնվիրի եւ այդպես շարունակ, բայց Իսրայելը տարածաշրջանում առաջին հերթին Ամերիկայի գլխավոր գործընկերն է։ Այնպես որ եթե ինչ-որ մեկը Սիրիայի ամբիցիաների մեջ հակաթուրքականություն է տեսել, ապա դա այդպես չէ։ Այս ամենի վրա ժամանակ վատնել չարժե, պարզապես պետք է ընդունել որպես իգիտություն։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության ուժերը հաջող արշավների շարք են իրականացրել Զապորոժիեի ուղղությամբ, ոչնչացնելով թշնամու դիրքերն ու կենթանի ուժը։ Ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի տարածքում նաև ոչնչացրել են 4 հրետանային կայանք։ Սև Զապորոժցիների բրիգադը Ռուսաստանի տարածքում խոցել է 2 Մստա-S ինքնագնաց հաուբից եւ 2 D-30 քարշակվող հաուբից։ Սա զգալի հարված է թշնամու կրակային հզորությանը։ Տվյալ ուղղությամբ, քանի որ ռուսները այս զենքերը կիրառում էին խաղաղ ուկրաինական բնակավայրերը գնդակոծելու համար, 26 թվականի ապրիլի 18-ի գիշերը ուկրաինացի պաշտպանները հարվածել են Ռուսաստանի նավթավերամշակման ոլորտի միանգամից 4 կարևոր օբյեկտների թշնամու ռազմատնտեսական ներուժի նվազեցման շրջանակներում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը։ Նշվում է, որ հարձակման թիրախ են դարձել Ռուսաստանի Սամարայի մարզի 2 նավթավերամշակման գործարաններ, մասնավորապես Նովակույբիշևսկի եւ Սիզրանի գործարանները։ Բացի այդ խոցվել են Լենինգրադի մարզի Վիսոցկ-Լուկոյլ 2 նավթային տերմինալը եւ Կրասնոդարի երկրամասի Տիխարեցկ նավթամղիչ կայանը։ Սա շատ հզոր հարվածներ են։ Փաստացի Ռուսաստանին զրկում են նավթամթերք արտահանելու հնարավորություններից եւ նաեւ նավթամթերք արտադրելու հնարավորությունից։ Բոլոր օբյեկտները ներգրավված են ռուս օկուպանտների զինված ուժերի մատակարարման գործում, հասցված վնասի մասշտաբները ուկրաինական կողմը ճշտում է, բայց մեր Telegram-ում տեղադրված կադրերից երևում է, որ խոցված թիրախները այրվել են։ Բացի այդ, հարվածներ են հասցվել թշնամու վառելիքաքսուքային նյութերի պահպանման մի շարք վայրերի Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում, մասնավորապես Մարիուպոլի շրջանում։ Գենշտաբում նաև հավելել են, որ ուկրաինացի պաշտպանները հարվածներ են հասցրել թշնամու վերանորոգման ստորաբաժանումների տեղակայման վայրերին Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում, մասնավորապես խոսքը Դոնեցկի մարզի Մանգուշ եւ Գրավսկայ բնակավայրերի, ինչպես նաև Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի շրջանների մասին է։ Բացի այդ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը SBU-ն հայտնել է Ղրիմում իրականացված արդյունավետ հարվածների մասին։ SBU-ի Ալֆա հատուկ գործողությունների կենտրոնի մարտիկները խոցել են Ռուսաստանի 3 նավ, ռադիոլոկացիոն կայան եւ լոգիստիկ օբյեկտներ։ SBU-ի տվյալներով հարձակման արդյունքում խոցվել են ռուսական ռազմածովային նավատորմի 2 մեծ դեսանտային նավեր Յամալը եւ Ազովը, ինչպես նաեւ անհայտ տիպի եւս մեկ ռազմական նավ։ Ամենայն հավանականությամբ խոսքը Գրաչոնակ նախագծի հակադիվերսիոն կացերի մասին է։ Բացի այդ, նշվում է, որ SBU-ն վնասել է Դելֆին հաղորդագրության համակարգային անտենաների բլոկը, MR10M1 MIS-M1 ռադիոլոկացիոն կայանը եւ Յուկտորսան նավթաբազային վառելիքի ռեզերվուարները։ Զգում եք, չէ՞ մասշտաբները։
Իսկ այս գիշեր Ուկրաինայի պաշտպանության ուժերը գրոհել են Ейսկի ծովային նավահանգիստը եւ դրոններ արտադրող Ատլանտա աերոձեռնարկությունը։ Ապրիլի 19-ի գիշերը Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ռուսական թիկունքի թիրախներին, հարձակման տակ են հայտնվել Կրասնոդարի երկրամասը եւ Ռոստովի մարզը։ Ականատեսները հայտնում են նավահանգստի տարածքում ուժեղ ծխի մասին։ Ейսկի նավահանգիստը կարևոր թիրախ է Ուկրաինայի պաշտպանության ուժերի համար, այն Ռուսաստանի առանցքային լոգիստիկ հանգույց է Ազովի տարածաշրջանում կամ ջրատարածքում, այսպես ասենք։ Արդեն առավոտյան Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը հաստատեց Տագանրոգում գտնվող Ատլանտա աերոգործարանի հաջող խոցումը, որը դրոններ է արտադրում ռուսական բանակի համար։ Գլխավոր շտաբում ընդգծել են, որ օբյեկտը օրինական թիրախ է Ուկրաինայի համար։ Բացի այդ, գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են Ռուսաստանի զինված ուժերի զինամթերքի պահեստը Զապորոժիեի մարզի օկուպացված մասում գտնվող Տրուդավոյե բնակավայրի մոտ։ Գրավյալ տարածքներում հարձակման են ենթարկվել նաև ռուսական բանակի այլ պահեստներ եւ ցիստերնաներ։ Բոլոր տպավորիչ կադրերը մեր Telegram-յան ալիքում են, QR կոդը ձեր էկրաններին է։ Բաժանորդագրվեք, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, եւ առաջիններից մեկը տեղեկացեք ամենահետաքրքիր ռազմական եւ քաղաքական իրադարձությունների մասին Ուկրաինայում, եւ նաեւ վերջերս սկսել ենք Իրանից նյութեր տեղադրել։ Այսքանով ավարտեմ Կիրակնորյա եթերը, մաղթում եմ ձեզ հաջողություններ գալիք աշխատանքային շաբաթվա ընթացքում, ամենագլխավորը խաղաղ երկինք եւ ամենայն բարիք, մնացեք բարով, կհանդիպենք ամենայն հավանականությամբ երեքշաբթի։